Այս դեկտեմբերի 7-ի առավոտն էլ անձրևոտ էր ու մշուշոտ, ինչպես 88 թվականի այդ օրը։ 37 տարի առաջ դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլեց 25,000 մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պաշտոնատար այլ անձինք Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին հազարավոր զոհերի հիշատակին, ծաղկեպսակներ դնելով Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված անմեղ զոհերին բարեգութ սրտերին նվիրված հուշակոթողի մոտ։ Այնուհետ երկրի բարձրագույն ղեկավարությունը ներկա գտնվեց Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Յոթվերգ եկեղեցում մատուցած զոհերի հիշատակի պատարագին, որն անցկացնում էր Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։ Այսօր դեկտեմբերի 7-ին կրկին համախմբվել են Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին Յոթվերգ եկեղեցում միասնական աղոթքի, որքան տարիները մոտենում է իր լոռումին, այնքան մենք փորձում ենք հետհայացքով քննել մեր անցած ճանապարհը, որը խորքում հիշեցնում է մեր ներքի նորոգման և սրտի վերակերպման անհրաժեշտության մասին։ Գյումրիի կենտրոնական հրապարակում դեմ դիմաց երկու զորավոր եկեղեցիներն են Սուրբ Ամենափրկիչն ու Սուրբ Աստվածածինը։ Երկուսում էլ զուգահեռ պատարակ էր հնչում զոհերի հիշատակի համար։ Եկեղեցական նույն կարգով, բայց տարբեր կանոններով էին պատարակները։ Պատարակի կանչող զանգերը հնչում էին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, որտեղ պատարակում էր Շիրակի թեմի քահանա տեր Վարագ Հակոբյանը։ Թեմի հոգևորած դասը 29 քահանաներով նախօրեին հրաժարվել էին պատարակել, շեշտելով, որ չեն շեղվելու կանոններից եւ պատարակի ընթացքում հնչեցնելու են ամենայն հայոց կաթողիկոսի եւ Շիրակի թեմի առաջնորդի անունները։ Թեմի քահանաները հայտարարությունում նշել էին, որ եթե ուրիշ մեկն այստեղ պատարակ մատուցի, կնշանակի առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը։ Բիրտ ուժով արված պատարակը պատարակ չէ։ Ուրիշի կանոնի եւ վիճակի մեջ մտնելը նզովքի արժանի բան է։ Ես կարծում եմ այնտեղ որտեղ որ ժողովուրդն է, այնտեղ որտեղ որ պատարակ է հնչում, չի կարող բռնազավթում լինել, հա։ Եթե ամեն ինչ քրիստոնեական, հայառակելական եկեղեցու կանոններով է արվում, ուզում եմ հասկանալ այդ անձերի վրա կենտրոնանալը, եկեղեցին մի սարքեք, մի անձի, ինքը անձի համար չի, որևիցե մեկի համար չի։ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից բացի կառավարության անդամներին ուղղված հարցերը վերաբերեցին նաև անօթևանության խնդրին, որ այս տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ ծրագրերի արդյունքում աղետի հետևանքները դեռ լիովին վերացված չեն։ Աշխարհում այսօր տարբեր երկրներում ցավոք սրտի այդպիսի երկրաշարժեր արձանագրվում են, այդպիսի ուժգնությամբ, բայց ոչ միտեղ այդքան ավերվածություն ես գոնե չեմ տեսել։ Հետո պատճառը ո՞րն է։ Պատճառը նա է, որ 80-ականներին ցեմենտը գողացել են, երկաթը գողացել են, ամեն ինչ գողացել են։ Անօթևանության խնդրի լուծման վերջնաժամկետը հայտարարվել 2027 թվականը։ Գյումրիում հաշվառված 2519 տնակից միայն 385-ում են ապրում անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքներ։ Մյուսները կարգավիճակ չունեցող փաստացի անօթևաններ են։ Մարինե Տերբինյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։